Հարգելի տիկին նախարար, օրենսդիր գործադիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ, հարգելի հյուրեր, հարգելի ներկաներ, ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության առաջին աղոթքի նախաճաշի ֆորմատով ձևավորված տեղի ունեցող այս երեկոյին, նախաճաշի ֆորմատով երեկո, արդեն ված չի հնչում, եւ պիտի ասեմ, որ շատ կարևոր մի բան է իրականում հենց այս պահին տեղի ունենում, որովհետև ես ավելի քան 7 տարի զբաղեցնում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը եւ արձանագրում եմ, որ նախկինում ոչ մի առիթ չի եղել, որ նույն ձևաչափով միջոցառմանը մասնակցեմ, որտեղ ներկա են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, եզդիական համայնքի, հայ կաթոլիկ համայնքի, հայ ավետարանական համայնքի, ասորական եկեղեցու, ուղղափառ եկեղեցու, մուսուլման հավատքի տեր, մարդիկ ովքեր գործում են Հայաստանում, հրեական համայնքի ներկայացուցիչներ եւ այլն։ Կներեք, եթե ինչ-որ մեկին մոռացա հիշատակել, բայց մյուս կողմից կրոնական հանդուրժողականությունը միշտ մեր օրակարգերում է։ Սա այն դեպքերից է, որ մենք մեր քաղաքականությունները, հայտարարությունները, որոշումները այդ թվում պիտի վերածեն կոնկրետ մարդկային շփումների եւ այդ շփումները շատ կարեւոր են, որովհետեւ ես ինձ համար արձանագրում եմ, որ տեսեք մենք այդ թվում Հայաստանում ունենք կրոնական տարբեր համայնքներ, ազգային փոքրամասնություններ, բայց ես օրինակ պիտի խոստովանեմ, ինչքան էլ դժվար եւ բարդ լինի, որ նրանց հավատքի, նրանց կրոնի մասին շատ բան չգիտեմ։ Եվ սա մի առիթ է, որպեսզի մենք իրար նախ որպես համայնքներ եւ հետո անհատապես մարդիկ հնարավորություն ունենալ պատմել իրար Աստծո հետ իրենց ունեցած հարաբերությունների, այդ հարաբերություններում արձանագրված հաջողությունների եւ ձախողումների մասին։ Ես այս ձևաչափով երկրորդ անգամ եմ մասնակցում միջոցառման, առաջինը Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային աղոթքի նախաճաշն էր, եւ ես հրավեր ստացա, ճիշտն ասած շատ չէր ոգևորում, որովհետեւ ես չէի հասկանում ինչի մասին է խոսքը։ Մեր գործընկերները ասում էին, խորհուրդ էին տալիս, որ մասնակցեմ, իհարկե նախորդիվ շատ հարգելի ներկայացուցիչների համայնքի ես ընդունել էի դրանից մի տարի առաջ եւ նրանք ասել էին, որ ուղարկեն հրավեր, բայց ես պիտի անկեղծ ասեմ, որ ես չէի հասկանում ինչ նշանակում աղոթքի նախաճաշ, ինչի համար է դա։ Այսինքն ես հարցնում եի դա եկեղեցական արարողություն, ասում էին չէ։ Կրոնական արարողությունը ինչ որ առումով այո, աշխարհիկ արարողությունը եւ այո եւ ոչ։ Ինչ են անում մարդիկ հավաքվում են եւ խոսում են, եւ ես միջև վերջին պահ այդպես էլ չէի հասկանում ինչի համար, ինչ նպատակ ունի այդ միջոցառումը, այդ ձևաչափը։ Եվ ես տեղում եղա եւ մասնակցեցի, ճիշտն ասած դա ցնցող տպավորություն թողեց ինձ վրա, որովհետեւ ես հասկացա, թե կոնկրետ իմ համար, իմ տեսակետից ինչ է պակասում իմ հոգևոր կյանքում կամ գուցե ասեմ մեր իրականության մեջ հոգևոր կյանքում։ Ինչ տեսա ես Միացյալ Նահանգների ազգային աղոթքի նախաճաշում։ Մարդիկ ամենատարբեր զբաղմունքի, ամենատարբեր կարգավիճակի մարդիկ պատմում էին իրենց հոգևոր զգացումների, զգացմունքների, իրենց հոգևոր փորձի մասին, Աստծո հետ Հիսուս Քրիստոսի հետ իրենց ունեցած հավատի մասին, հավատի իրենց ճանապարհի մասին, այդ ճանապարհում իրենց ապրած կասկածների մասին, երկմտությունների մասին։ Եվ մարդիկ պարզապես կիսվում էին իրար հետ իրենց հոգևոր զգացմունքները։ Եվ ես հասկացա, որ դա շատ է պակասում մեզ, որովհետև իհարկե մենք մեծ պատկառանքով մասնակցում ենք եկեղեցական արարողությունների, պատարակների, այստեղ կա մի նրբություն, որ պատարակի մասնակիցները իրենք խոսելու հնարավորություն սովորաբար չեն ունենում։ Իրենք առաջնորդվում են եւ դա շատ պատկառազդու արարողություն է, ինչին ես մեծ խանդաղատանքով
մասնակցում եմ, երբ առիթ է լինում մասնակցելու, բայց պատարագի այն մասնակիցները, ովքեր խորանին չեն կամ խորան բարձրանալու կամ խորանից խոսելու արտոնություն չունեն, նրանք իրենց զգացումները կիսելու հնարավորություն ընդհանրապես չունեն։ Իսկ դա ես Վաշինգտոնում հասկացա շատ կարևոր է, չնայած դրանից առաջ գուցե ինտուիտիվ, ես սկսել էի Սուրբ Զատկի եւ Սուրբ Ծննդյան օրերին մեր ժողովրդին դիմել ուղերձով Սաղմոսի տեսքով, Սաղմոսով շնորհավորելով մեր ժողովրդի հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու տոմարով Սուրբ Ծնունդը եւ Սուրբ Զատիկը։ Եվ ես կարծում եմ, որ սա իրոք կարևոր է, որպեսզի մարդիկ իրար պատմեն Աստծո մասին, իրար պատմեն Հիսուս Քրիստոսի մասին, իրար պատմեն Հիսուս Քրիստոսի հետ իրենց շփումների մասին, իրենց խոսակցությունների մասին։ Եվ պատմեն, որ օրինակ մարդիկ կան, պատմեն իսկ ինչու են իրենք հավատում Աստծուն, ինչու են հավատում Հիսուս Քրիստոսին, որովհետև մենք գիտենք պատմությունը եւ այստեղ հնչեց, մենք հիմա եւ շատ մեծ պատիվ է մեծ համար, մենք առաջին քրիստոնյա պետությունն ենք, առաջին քրիստոնյա պետությունը։ Եվ մենք գիտենք, որ այդ պատմական փաստը գիտենք շատերը, արձանագրված է գրքերում, բայց այդ ձևաչափը իմ կարծիքով առաջին հերթին մարդու եւ անհատի մասին է։ Իհարկե ինչ որ առումով ես համաձայն եմ, շատ ճիշտ հնչեց, պետության եւ Աստծո հարաբերությունների մասին է, բայց նաեւ մարդու եւ Աստծո հարաբերությունների մասին է։ Եվ այդ խոսակցությունները Աստծո մասին տպավորություններով կիսվելը, Հիսուս Քրիստոսի մասին տպավորություններով կիսվելը մեզ շատ բան է ասում, այդ թվում ինքներս մեր մասին։ Այսինքն մենք պատմելով Աստծո մասին, պատմում ենք ինքներս մեր մասին։ Որովհետև կարծում եմ հավատալ Աստծուն նշանակում է հավատալ, որ Աստված ապրում է քո մեջ։ Եվ Աստծո հետ հարաբերությունների մասին պատմելը մարդուն օգնում է իմանալ այդ թվում շատ բան իր հավատի պատմության մասին։